Յոթ օր շարունակ Հայաստանը վերածվեց միջազգային գործարար աշխարհի հանդիպման կետի։ Ավելի քան 1000 գործարար, ներդրող եւ ընկերությունների ղեկավար աշխարհի ավելի քան 30 երկրներից ժամանեցին Հայաստան ոչ միայն նոր գործընկերներ գտնելու, այլև քննարկելու ապագայի տնտեսությունը, ներդրումային հնարավորություններն ու համագործակցության նոր ուղիները։ Մանթաշյանց Global Business Forum 2026-ը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանը կարող է դառնալ միջազգային բիզնես երկխոսության կարևոր կենտրոն։ Ֆորումը համախմբեց ավելի քան 1000 մասնակիցների, որոնցից շուրջ 700-ը մասնակցեցին ինտենսիվ կրթական եւ գործնական ծրագրին։ 10 զուգահեռ սրահներում անցկացվեցին ավելի քան 40 ելույթներ Մանթաշյանց գործարարների ակումբի անդամ հաջողակ հայ գործարարների մասնակցությամբ։ Բանախոսությունները, ոլորտային քննարկումները, B2B հանդիպումները եւ deep networking ձևաչափը մասնակիցներին հնարավորություն տվեցին ոչ միայն փոխանակել փորձ, այլև հիմք դնել նոր համագործակցությունների։ Global Forum-ը առանձնանում է նրանում, որ Global Forum-ի ժամանակ կրթական ծրագրերը ավելի խտացված են ու մասնակիցները ավելի շատ են։ Մասնակիցների շատ լինելով ավելի շատ մարդկանց փորձի փոխանակման հնարավորություն ես ունենում, փոխադարձ օրինակ ծառայելու եւ ինչի՞ չէ սովորելու։ Միակ տեղն է, որ կարող ես հանգիստ լինել գործընկեր ընտրելուց, վստահես եւ կազմես արժեքներ եւ այդ արժեքներումդ լինես հիմնական եւ կազմավորված եւ զարգանաս։ Բիզնես ծրագրից բացի հյուրերը բացահայտեցին նաև Հայաստանը։ Նրանք այցելեցին հայկական առաջատար ընկերություններ Soft Papyrus եւ Amano, ծանոթացան հայկական հաջողված բիզնես մոդելներին, իսկ Մատենադարանում երկրի բազմադարյա պատմամշակութային ժառանգությանը։ Այս ամենը ֆորումը վերածեց ոչ միայն գործարար, այլև մշակութային ճանաչողական հարթակի։ Շաբաթվա եզրափակիչ ակորդը հնչեց Դիլիջանում։ Բիզնես ուիկենդը միավորեց ներդրումային գաղափարները, գործարար քննարկումները, փորձի փոխանակումն ու բարձրակարգ նետվորքինգը, ստեղծելով համագործակցության համար առավել բաց եւ անկաշկանդ միջավայր։ Մոտ 3 ամիս է ինչ անդամակցել եմ Մանթաշյանց ակումբին, արդեն ունենք բավական համագործակցություններ մեր ներքին կարգով։ Մանթաշյանցը տալիս է հնարավորություն գործարարների միասին ընկերակցելու, ընկերություններ ստեղծելու, ընկերական հարաբերություններ ստեղծելու եւ հետագայում նաեւ ինչպես նաեւ գործունեություն ծավալելու։ Դիլիթաունում ներկայացվեցին նոր ներդրումային նախագծեր, Մանթաշյանց հարթակի զարգացման հեռանկարներն ու Մանթաշյանց ինվեստ նախաձեռնության հնարավորությունները։ Բացման խոսքով հանդես եկավ Մանթաշյանց գործարարների ակումբի հիմնադիր Բահրամ Միրաքյանը, ընդգծելով, որ ֆորումն այսօր արդեն վերածվել է միջազգային ազդեցիկ բիզնես հարթակի։ Հիմնական եզրակացությունը 7 օրի դա այն է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այսինքն կարիքը կա նմանատիպ ֆորմատների, կարիքը կա, որ առիթ ունենան հայ գործարարները տարբեր երկրների հավաքվեն իրար հետ, գտնեն գործընկերություն անեն, ու մենք շատ ուրախ ենք, որ այդ առիթը մենք ենք կարողանում ստեղծել։ Ֆորումի պատվավոր հյուրերն էին կանադահայ գործարար բարերար Մոնրեալում Հայաստանի պատվոհյուպատոս Լևոն Աֆեյանը եւ Չիկագոյում Հայաստանի պատվոհյուպատոս Օսկար Թաթոսյանը։ Նրանք ներկայացրին միջազգային բիզնեսի մարտահրավերները, մրցունակության պահպանման գործիքներն ու երկարաժամկետ զարգացման ռազմավարությունները։ Այսօրվա խոսելիք նյութս ավելի երկարատև գործերու մեջ մարտահրավերները, որ պետք է անպայման տեսնենք, անսպասելի մարտահրավերները, բանը որ դակավին Հայաստանի գործարարները, որոնք 15 տարի, միջին 15 տարվա կյանք ունեն, գուցե արիթ չեն ունեցած ապրելու, մենք որ իմս որ 45 տարի է եւ Օսկարը գործընկերս որ արդեն իրենց ընկերությունը 105 տարվա ընկերություն է, բազմաթիվ մարտահրավերներ անցած ենք եւ ուզենք մեր փորձառությունները բաժնել իրենց հետ եւ հուսանք որ ինչ որ բան իրենց օգտակար լինի։ Նախ ուզում եմ ասել, որ ես իսկապես ոգևորված եմ Հայաստանի հնարավորություններով։ Տարին մի քանի անգամ գալիս եմ այստեղ եւ ամեն այցից տեսնում եմ առաջընթաց։ Այս այցի ընթացքում եղա մի քանի գործարաններում, հանդիպեցի երիտասարդների ու ընտանիքների, որոնք ղեկավարում են իրենց բիզնեսները։ Նրանք կատարել են լուրջ ուսումնասիրություններ, հստակ գիտեն թե ինչ են անում, մտածում են գլոբալ եւ շատ լավ պատրաստված են։
Երկրորդ օրը կենտրոնում արդեն գործնական կապերի ամրապնդումն էր։ Deep Networking ձևաչափով անցկացված նպատակային հանդիպումները հնարավորություն տվեցին մասնակիցներին անմիջապես շփվել պոտենցիալ գործընկերների հետ, իսկ Guardian Professional Security ընկերության հիմնադիր եւ տնօրեն Անտոն Կալաջյանի գլխավոր բանախոսությունը նվիրված էր առաջնորդությանը, պատասխանատվությանն ու բիզնեսի կայուն զարգացմանը։ Ֆորումի կարևորագույն քննարկումներից մեկը նվիրված էր պետություն-բիզնես հարաբերություններին։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանի մասնակցությամբ բաց քննարկման ընթացքում ներկայացվեցին վերջին տարիների իրականացված բարեփոխումները, հարկային վաճառարության թվայնացման ընթացքը, բիզնեսի համար առավել կանխատեսելի միջավայր ձևավորելու եւ գործընկերային հարաբերություններ կառուցելու ուղղությամբ կատարված քայլերը։ Կարծում ամենաարդյունավետ ձևն է հասկանալու հարկվճարողների եւ բիզնես համայնքի խնդիրները։ Եվ իհարկե այն բոլոր առաջարկները, որոնք որ հնչում են բիզնես համայնքից, եւ սա նաեւ մեր ողջագրած ուղղության, քաղաքականության, տեստականի ու առաքելության մաս է կազմում, որ մենք անընդհատ շփվենք հարկվճարողների հետ, եւ այս բաց երկխոսությունը հատկապես նմանատիպ հարթակները նա ցույց տալիս առանց կաշկանդվելու շատ բաց, շատ անկեղծ, բոլոր շերտերը բացելով խոսակցություն երկխոսություն ունենալ եւ հասկանալ իրար։ Ֆորումի ավարտին կայացած գալանթրիկը դարձավ շաբաթվա արդյունքների խորհրդանշական ամփոփումը։ Այստեղ արդեն խոսվում էր ոչ թե պարզապես հանդիպումների, այլ ձևավորված գործընկերությունների, ապագա ներդրումների եւ նոր համատեղ նախագծերի մասին։ Մանթաշյանց Global Business Forum 2026-ը հերթական անգամ հաստատեց իր գլխավոր առաքելությունը՝ Հայաստանը դարձնել միջազգային գործարար համագործակցության, ներդրումների եւ վստահության վրա կառուցված երկխոսության տարածաշրջանային կենտրոն, իսկ Մանթաշյանց գործարարների ակումբը շարունակեց ձևավորել այն հարթակը, որտեղ գաղափարները վերածվում են գործընկերության, իսկ հանդիպումները իրական բիզնես արդյունքների։ Մանթաշյանց Global Business Forum 2026-ը կայացավ Մանթաշյանց ակումբի անդամ կազմակերպությունների աջակցությամբ։